Մենք այժմ գտնվում ենք Երևանի Բագրատունյաց պողոտայի վրա։ Այստեղ այս նկարահանումից բառացիորեն 1 ժամ առաջ վրաերթից տղամարդ է տեղում մահացել։ Հայտնի է նաև անցյալ տարվա վիճակագրությունը։ 2024-ին ՃՏՊ-ներից մահացել է 333 մարդ, դրա նախորդ տարին 379։ Ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան զոհերի թիվը բարձր էր և 5 տարի առաջ 341 և 10 տարի առաջ 2014-ին 297։ Բագրատունյաց պողոտան համարվում է Հայաստանի ճանապարհների, այսպես ասած, սև կետերից մեկը։ Տարվա ընթացքում այստեղ բազմաթիվ վթարներ են լինում, երբեմն նաև մահվան ելքով, ինչպես այսօր մեր նկարահանման օրը։ Ճանապարհային անվտանգության մասին վերջին հետազոտության համաձայն Հայաստանը Եվրամիության արևելյան հարևանության երկրների շարքում ամենավատ ցուցանիշն ունի 12.7։ Այս թիվը հաշվարկվում է տարվա ընթացքում 100,000 բնակչի հաշվով մահերի քանակով։ Համեմատության համար նույն ցուցանիշը Վրաստանում 11.5 է, Ադրբեջանում 8.5, իսկ Եվրամիության երկրներում միջինացված ցուցանիշը 3 անգամ պակաս է, 4.5, ըստ համաշխարհային բանկի տվյալների։ Յուրաքանչյուր հարց քաղաքական կամքի խնդիր է։ Եղավ քաղաքական կամք, հարցերը կլուծվեն։ Կարծում եմ մենք մեզ մոտ պայծ պահ առաջանում այդ կամքը։ Օրինակ, երբ որ լինում է մեծ խոշոր վթար, ցավոք մարդիկ զոհվում են, միանգամից բոլորը արթնանում են։ Համաշխարհային բանկի ճանապարհային անվտանգության մասին վերջին զեկույցի համաձայն Հայաստանի նման մտահոգիչ ցուցանիշի պատճառները հստակ չեն ու բազմազան են։ Ճանապարհային ենթակառուցվածքների որակից մինչև մեքենաների անվտանգության չափանիշներ։ 30 էջանոց զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս հարցն ուսումնասիրել։ Հայաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների մահացության բարձր մակարդակը հետագա քննության կարիք ունի ճանապարհային անվտանգության, քաղաքականության մշակման ու դրա արդյունավետ իրականացման համար։ Անհամամասնությունների ըմբռնումը անհրաժեշտ է ճանապարհային անվտանգությունը բարելավելու և մահացության ցուցանիշը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ որևէ գերատեսչություն այս թեմայով խորը ուսումնասիրություն չի արել, ու թեև Հայաստանում ամեն տարի ավելի քան 300 մարդ զոհվում է ՃՏՊ-ների հետևանքով, միևնույնն է հստակ պատասխան չկա, որն է ճանապարհային անվտանգության այսպիսի վիճակի պատճառը և ինչ հստակ ծրագիր ունի կառավարությունը պատահարների ու զոհերի թվի նվազեցման համար։ Այս հարցին հասարակական կազմակերպություն ղեկավարող Պողոս Շահինյանը հետևում է արդեն 2 տասնամյակ։ Մարդը կյանքա գնաց, ընտանիքը տխրության մեջ է, վիշտի մեջ է, ընկերները վիշտի մեջ են ու դրանով մենք սահմանափակվում ենք, բայց չէ որ այդ մարդը հասարակության մեջ դերակատարություն ուներ եւ այն տրագեդիան, որ մենք այսօր տեսնում ենք, դա շատ տխուր է։ Ճանապարհային անվտանգության հարցերով Հայաստանում միանգամից 2 գերատեսչություն է զբաղվում՝ ներքին գործերի ու տարածքային կառավարման նախարարությունները, բայց մասնագետների կարծիքով թվերն են փաստում, բարելավում այս հարցում չկա։ Այնուամենայնիվ ներքին գործերի նախարարը համաձայն չէ։ Վերջին ասուլիսին նա նկատեց 2023-ի համեմատ զոհերի թիվը 2024-ին 45-ով նվազել է։ Այսինքն 964,000 տրանսպորտային միջոցների գոյության եւ շարժունակության պայմաններում մենք կարողացել ենք ավելի քիչ թվով զոհեր ունենալ, քան ունեցել ենք արդեն շուրջ 560,000 տրանսպորտային միջոցի պայմաններում։ Սա իհարկե խորհելու տեղիք տվող վիճակագրություն է եւ մենք առնվազն այս տարվա կտրվածքով արձանագրել ենք, որ գլխավորապես վիճակագրական այսպիսի փոփոխություններում իրենց նպաստն են բերել բարեկային ծառայողներն ավելի ինտենսիվ աշխատանքով։ Պատասխանատու պաշտոնյաներն այս թեմային անդրադառնալիս միանգամից նկատում են Հայաստանում ամեն տարի աճում է ավտոմեքենաների թիվը, իսկ փորձագետները հակադարձում են, թե դա պատճառ չէ մահացության բարձր ցուցանիշների համար։ Օրինակ Դանիայում Հայաստանից 5 անգամ ավելի շատ ավտոմեքենա կա, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների մահվան ինդեքսը չի հասնում անգամ 3-ի։ Մեկ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Քեանի կարծիքով արդարացումներ գտնելու փոխարեն պատասխանատուները պետք է մարդկային զոհերի թվի նվազման հարցով զբաղվեն, բայց չեն վերացվում անգամ ճանապարհների ակնհայտ խնդիրները։ Վերցնենք Երևան-Գյումրի ճանապարհը, այս արդեն քանի տարի է, հեղափոխությունից առաջ էր այդպես վերանորոգման այդպես վատ վիճակում, այս 6 տարի անցել է, էլի նույն վիճակում է, բայց ոչ մի շինարարական նորմերի չի համապատասխանում այնտեղ անվտանգության եւ մինչ օրս ոչ մի փոփոխություն չի լինում։ Քանի դեպք է եղել, դա ասենք 5-6-7 հոգի զոհեր են ունեցել մի վթարից։ Այո, հիմա էլ է շինարարություն, հիմա էլ է նույն վիճակը։ Երթևեկության կանոնները խախտող վարորդներին զսպելու համար Հայաստանում վերջին 10 տարիներին եւ տուգանքն է աճել եւ 2020 թվից էլ գործում է բալային համակարգ, որի միջոցով ամենաանբարեխիղճ վարորդները զրկվում են վարելու իրավունքից։ Ի պատասխան մեր հարցման ներքին գործերի նախարար
նախարարությունից տեղեկացրել են, որ անցյալ տարի 10.337 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, սակայն զուգահեռ եւս 24.000 նոր վարորդ է ստացել վարորդական իրավունք։ Բացի այդ, այս տարի իշխանությունը որոշեց օրենքը բարելավել խախտումներ անող վարորդների համար, տարեկան բալերի քանակը 9-ից դարձնելով 13։ Պողոս Շահինյանը, որը կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, կարծում է, որ առանձին քայլերով հնարավոր չէ բարելավել երթևեկության անվտանգությունը։ Այդ ամենը երբ որ համալիր եղավ, մենք կհասնենք աջողությանը։ Հակառակ դեպքում այսօր բոլոր գերատեսչները գործ անում են, բայց այդ աշխատանքը պետք է համատեղ լինի։ Իսկ համատեղի համար կներեք, համատեղի համար դա ռազմավարությունն է եւ գործունեության ծրագիրը։ Համակարգված աշխատանքի համար ըստ մասնագետի հարկավոր է ռազմավարություն, որը դեռ 2023-ին պատրաստ էր, սակայն այդպես էլ չի ընդունվել։ Ի պատասխան մեր հարցման տարածքային կառավարման նախարարությունից ասացին, որ այդ ռազմավարությունը ներառելու են մեկ այլ տրանսպորտի ռազմավարության մեջ, որը դեռ մշակում են եւ պարզել չէ, երբ պատրաստ կլինի։ Մինչ այդ Հայաստանում վերջին 10 տարում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է ավելի քան 3000 մարդ, իսկ երթևեկության անվտանգության բարելավումը եւ Եվրամիության հետ համապարփակ գործընկերության համաձայնագրի պահանջ է եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակի թիրախ, ըստ որի մինչեւ 2030 թվականը ճանապարհային երթևեկության մահվան դեպքերի թիվը Հայաստանում պետք է առնվազն կիսով չափ կրճատվեր։